կյանքը երջանիկ իշխանություն լեգիտիմ։ Սիրելի տղամարդիկ, եթե ուզում եք երկար ապրել, ապա որպես կյանքի ընկերուհի ընտրեք միայն խելացի կանանց։ Ապացուցված է, որ կնոջ մտավոր կարողությունների գործակիցը տղամարդու երկարակեցության գրավականներից է։ Բայց տղամարդիկ միշտ խելացի կանանցից վախենում են։ Միշտ չէ, Սերգեյ, իսկական տղամարդիկ չեն վախենում։ Խելացի կին ունեցող տղամարդկանց մոտ մրցակցության ուժով կամ գուցե ամոթից գրեթե միշտ վերանում է ծերունական զարամախտի հավանականությունը։ Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա ընտանիքում կնոջ նախընտրած զբաղմունքի տեսակները տղամարդու համար բարակի չեն դառնում։ Խելացի կանանց դեպքում օրինակելի են դառնում ընթերցանությունը, գլուխկոտրուկներ, քաջ բառեր լուծելը, ինտելեկտուալ խաղեր խաղալը եւ այլն։ Չգիտեմ, ասելու բան չունեմ, ուղղակի այնց կնոջ ինձ մի հատ նկարագրեցի, որ մտածում եմ, լավ որտեղից ճանենք տենց մի հատ խելացի կին։ Դու արդեն գտել ես, Սերգեյ, ապացուցված է, որ մտավոր բարձր կարողությունների տեր աղջիկները ավելի պատասխանատու են եւ ավելի անկախ, քան մյուսները, սա միանշանակ։ Տղամարդիկ էլ երևի, բայց դե կանանց մասին ենք խոսում։ Վերջապես մեր մասին մի բան ասես, էլի, թե չմենակ կանանց մասին չի։ Թեպետ տղամարդկանց մի ստվար հատված մինչ օրս նախընտրում է ամուսնանալ ավելի շատ գեղեցկադեմ, բայց պակաս խելացի աղջիկների հետ, քանի որ խելացի կանանց հետ գործ ունենալը բավական բարդ գործ է շատերի համար։ Կինը որքան հավ, այնքան լավ։ Իսկ կանանց համար մեր օրերում շատ բարդ է խելացի տղամարդ գտնելը։ Այո, սիրելի, իրական խելացի մարդ գտնելը իսկապես դժվար է։ Դա թեկուզ միանգամ երևում է միանգամից YouTube-յան կայքերից, երբ որ Gangnam Style նման երկը կարող է մի քանի միլիարդ դիտում հավաքել։ Սակայն դժվարություններն այդքանով չեն ավարտվում։ Կանանց համար բարդ է նաև կողմնորոշվել կոշիկի խանութներում։ Դա չէ, դա չի կարող այդ մասին չխոսել։ Դա սարսափելի բան է, երբ որ կոշիկի խանութում կինը կանգնած է մաքարում, տանջվում, չգիտես ինչ։ Դա տևում է մի քանի օր, Սերգեյ։ Այժմ պարզենք, թե ինչ ընտրություն է խորհուրդ տրվում կատարել աշնանտեղումնար ռատ ամիսներն առավել հարմարավետ անցկացնելու համար։ Մի փոքր գաղտնիք բացեմ, Անի Ահարոնյանը ամեն անգամ նոր կոշիկ ակնում։ Այդ ինչքան է դու փող ստանում աղջի, հա։ Տեսանյութ։ Կնոջ լավագույն ընկերները կոշիկներն են։ Ադամանդներից հետո թե առաջ իհարկե վիճելի հարց է։ Անհերքելի է թերևս այն, որ կոշիկն իր տիրուհու ինքնատիպ այցեքարտն է։ Այն ներկայացնում է մեր ոճն ու ճաշակը, պատմում է մեր խառնվածքի ու նախասիրությունների մասին։ Բարդ է թերևս կոշիկի ճիշտ ընտրությունը, ինչպես ընտրել ոճայինը, որակյալ ու հարմարավետ կոշիկ։ Բոլոր հարցերի պատասխանները հաջորդիվ։ Կոշիկի ստեղծման հնարամիտ գաղափարը ծնվել է նախնադարում։ Արևից ու ցրտից պաշտպանվելու համար մարդիկ իրենց ոտքերին տերևներ ու կենդանական մորթի էին փաթաթում։ Պապիրուսից ու ծառի կեղևից էլ ստացված կոշիկի համար ներբաններ պատրաստում։ Կոշիկին վերագրվող պարտականություններն ու սպասումները բազմազան են։ Այն պետք է լինի որակյալ, ոճային, ամբողջացնի կերպարը, զգեստապահարանի այլ բաղադրիչների հետ երկխոսության մեջ մտնի եւ ամենակարևորը լինի հարմարավետ։ Եթե պատրաստվում եք կոշիկ գնել, ապա առաջին քայլը պետք է լինի դրանց գլխավոր միտումներին ծանոթանալը։ Համաշխարհային նորաձևության տներն արդեն ներկայացրել են կոշիկների 2016-17 գլխավոր միտումները։ Այն է ոճային եւ ձևային բազմազանություն, վառ գույներ, պրինտներ, ֆուտուրիստական քանդակներ, հիշեցնող գրունկներ։ Եթե նախորդ տարի փետուրներն ու ծոպերը արդիական էին միայն հագուստի վրա, այս տարի դրանք տեղ են գտել նաև կոշիկների վրա։ Դասական ոճի սիրահարներն ինչպես միշտ նախապատվությունը կարող են տալ երբեք չհնացող նավակ մոդելի կոշիկներին, իսկ նրանք, ովքեր ցանկանում են համատեղել էլեգանտն ու հարմարավետը, ապա կընտրեն կոշիկների ալագարսոն մոդելները։ Միտումները բավականին տարբեր են այս դրությամբ, քանի որ կենսակերպը շատ փոփոխական է բոլորի մոտ եւ պիտի լինել ակտուալ։ Աշնանային եղանակին ավելի ակտուալ է հենց պաստելային գույները, որովհետեւ դա նոր տարբերակ է, նոր առաջարկ է, որ չկապնվել ոչ միայն սեզոնին, այլ նաեւ լինել ունիկ, ինդիվիդուալ։ Կապլուկների առիթով ոչ մի այդպես սահմանափակում չկա։ Եվ բարձր, եւ ցածր, եւ հաստ, եւ բարակ, եւ նաեւ եւ հասարակ ֆորմայով եւ ավելի դժվար ֆորմաներով։ Իսկ նորաձևության շաբաթների ընթացքում հանդիսատեսին հիացրած, զարմացրած ու փոքրինչ վախեցրած կոշիկների շքերթը թողնենք առանց մեկնաբանության։ Քայլի երկրորդ։
Սահմանում ենք նպատակը, ընտրելու ենք կոշիկ, որը տեսողականորեն կերկարացնի ոտքերը, կքողարկի դրանց գիրությունը, թեքությունը, թե պարզապես կընդգծի բնությունից շռայլված հասակը։ Առաջին հայացքից բարդ թվաբանություն է, բայց լուծելի։ Ինչպես ընտրել կոշիկ ըստ կազմվածքի հարցի պատասխանը ոճաբան Արամ Նիկոլյանից։ Հնարավոր է կոշիկի ֆորմայով, ձևացքով ոտքի ֆորման փոխել, որտեղ պրոպորցիաներ, այսինքն եթե համեմատենք նույն մարմնի հետ, այսինքն ոտքի թաթը, մենք այսինքն մարմնի մեջ ձևացքներով կարողանում ենք վիզուալ լայնացնել կամ վիզուալ նեղացնել, նույնը հնարավոր է անել կոշիկի միջոցով, կոշիկի ձևացքի։ Եթե պետք է, այսինքն, չգիտեմ, լայն թաթեր ունի, այո, խորհուրդ չի տրվում ավելի, չգիտեմ, այս բան եթե ցույց տամ, այս խորը բացվածքները, ինքը ավելի պետք է բարձր լինի բացվածքը ու ավելի պետք է գրկի ոտքը, այսինքն այդ առումով վիզուալ ինքը փակում է։ Ցածրահասակ կանանց ցուցված են այս տարի շատ նորաձև համարվող թափանցիկ կրունկներով եւ թափանցիկ եզրագծերով նրբագեղ կոշիկները։ Նրանք ոտքերն ավելի սլացիկ են դարձնում, սակայն բարձրակրունկները որքան էլ գեղեցկացնում ու սլացիկ են դարձնում ոտքերը, դրանց բարձրության հարցում չարժե չափն անցնել։ Առավելագույն բարձրությունը 7 սանտիմետրն է։ Բարձրակրունկ կոշիկի գյուտը որսորդ ձիավարներինն է։ Նրանք իրենց կոշիկներին կրունկ ամրացրեցին ձիավարությունը հեշտացնելու նպատակով։ Բարձրակրունկները տղամարդկանցից գողանալու միտքը պատկանում է Եկատերինա Մեդիչիին, ով իր ցածր հասակի պատճառով միշտ բարդությունավորվում էր։ Օրերից մի օր նա չդիմացավ գայթակղությանն ու հրահանգեց իր համար կարել ամուսնու Հենրիխ II-ի կոշիկներից։ Ցածրահասակ կանանց խորհուրդ է տրվում շրջանցել բոտիլիոններն ու կիսաճտքավոր կոշիկները։ Դրանք ոտքը տեսողականորեն 2 կեսի բաժանելու եւ կարճացնելու հատկություն ունեն։ Կրունկի հաստությունը ընտրվում է ըստ կազմվածքի, այսինքն ըստ ֆորմային, այսինքն չնայած նա որ հիմա շատ նաև ակտուալ է այդ բարակ ու անգամ դեկորատիվ կաբլուկները, հիմա խորհուրդ չի տրվում իհարկե ավելի խոշոր կազմվածք ունեցող կանանց։ Եթե բարդույթավորվում եք ոտքի մեծ չափսից, ապա խուսափեք ոչ միայն սրաքից, այլև սպիտակ միագույն կոշիկներից։ Սպիտակ գույնը կոշիկի դեպքում ծավալ է հաղորդում։ Տանգետկաները կա սենց բան, շատ հաճախ հագնում են մարդիկ, ովքեր կարճահասակ են ու մտածում են, որ դրանցով կարող է ավելի հասակը բարձրանալ, միգուցե հասակը բարձրանում է, բայց վիզուալ առումով նայած էլի կախված ֆորմայից կոշիկի, շատ անգամներ ավելի ընդգծվում է իրենց հասակի կարճությունը։ Ներբան պլատֆորմը թրենդային դարձավ միջնադարյան Եվրոպայում։ Այդ շրջանում եվրոպական քաղաքների փողոցներն այնքան կեղտոտ էին, որ մարդիկ կոշիկները չփչացնելու համար դրանց ստիպված արհեստական պլատֆորմ էին ամրացնում։ Ամենակարևոր խորհուրդը որ երբևէ չկոմպլեքսավորվեն իրանց ունեցած հասակից, որովհետև ինչքան էլ բարձր լինի կրունկը կամ տանկետկան, մեկը իրանց հասակը չի երևալու ավելի բարձր, քան իրանք կան, փորձեն հագնել ավելի իրանց հարմար կոշիկներ, որովհետև կոշիկները շատ կարևոր աքսեսուար է նաև սերտ կապված առողջության հետ, շատ կարևորում եմ որակյալ կոշիկները ու խորհուրդ եմ տալիս միշտ ընտրելուց ընտրեն որակյալ, թեկուզ մի քիչ թանկ, բայց որակյալ կոշիկ։ Նախկինում մարդիկ իրենց ոտքի չափսով կոշիկ ձեռք բերելու համար ռենտգեն ապարատի միջոցով նկարում էին ոտքն ու ստացված պատկերը հանձնում կոշկակարին, վերջին էլ դրա կոշիկ էր կարում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ճառագայթումը վնասում է առողջությանը, եւ ռենտգեն ապարատները դուրս եկան կոշիկի խանութներից։ Բայց մինչ այդ արված լուսանկարներն այնքան շատ էին ու բազմազան, որ հին շաբլոններով սկսեցին կոշիկներ կարել։ Այդպես հիմք դրվեց կոշիկների զանգվածային արտադրությանը։ Այս սեզոնից արդեն աշուն 16 թվից կարելի է սկսել արդեն օգտագործել հետաքրքիր վառ գույներով գուլպաներ եւ զուգագուլպաներ։ Դա ամենակարևոր ակցենտն է այս տարվա սեզոնին, որը որ կարողանում է բնորոշել եւ ստիլը եւ ամենակարևորը ընդգրկել եւ ընդգծել կոշիկը։ Կոշիկների եւ դրա հետ համադրվող աքսեսուարների գույները պետք է համընկնեն։ Սա հին մոտեցում է։ Կարմիր կոշիկ, կարմիր գոտի, կարմիր պայուսակ համադրությունը մովե տոն է։ Ցանկալի է ընտրել խառը գույներ կամ գոնե մեկ գույնի տարբեր երանգներ։ Հոլիվուդյան շոու բիզնեսում կոշիկների ամենամեծ հավաքածուն երգչուհի Մադոննայինն է։ Ասում են նրա զգեստապահարանում 700 զույգ կոշիկ կա, որոնց մեծ մասը մեկ անգամ նույնիսկ չի կրել։ Պատճառն այն է, որ դրանք պատրաստված են շատ նուրբ, բարակ ու թանկարժեք կտորներից։
Կոշիկի դրա հետ համադրվող զուգագուլպայի, տապատի կամ կիսաշրջազգեստի գույները պետք է համընկնեն։ Օպտիկական այս խապկանքով ձեր հասակը մի քանի սանտիմետրով կարող եք ավելացնել։ Եթե օրինակ սև կոշիկը համադրենք մարմնագույն զուգագուլպայի եւ կարմիր կիսաշրջազգեստի հետ, ապա գունային կոնտրաստով կկարճացնեք նույնիսկ ձեր իրական հասակը։ 2016 թվականի փետրվար ամսին ռուս արտիստուհի Օքսանա Սերոշտանը իտալական հեռուստաշոուի ժամանակ 12 սանտիմետրանոց կրունկներով պարանի վրա 7.5 մետր ճանապարհ անցավ եւ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Պարանը կապված էր 15 մետր բարձրության վրա, իսկ արտիստուհին որևէ ապահովագրություն չուներ։ Բրավո։ 2016 թվականի մայիս ամսին ծնվեցին աշխարհի ամենաերկարակյաց կոշիկները։ Դրանց հեղինակը բրիտանացի դիզայներ Քրիս Շելիսն է։ Նա իր արտադրած կոշիկներին 100 տարվա երաշխիք է տալիս։ Դրանք պատրաստված են չժանգոտվող պողպատից ու արծաթից։ Շելիսը վստահեցնում է, որ ամենաերկարակյացը լինելուց բացի դրանք նաև ամենահարմարավետն են։ Երկարակյաց կոշիկների մեկ զույգն արժե 1600 ամերիկյան դոլար։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, միայն կոշիկներն են կնոջի կին դարձնում։ Գրագետ ընտրված կոշիկն օգնում է մեզ քողարկել տրամադրության վայրիվերումները, զինաթափել բարդույթներն ու հեշտացնել մեր կյանքի բարդ ճանապարհները։ Մաղթում ենք հաճելի, գրագետ եւ արդյունավետ շոփինգ։ Տաթև Ախայան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթում։